Հարգելի գործընկերներ, քվեարկության արդյունքները ներկայացնելու համար ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ տիկին Լիլիթ Մինասյանին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։